Մատթեոս 12-րդ գլուխ։ Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով։ Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել։ Իսկ փարիսեցիները, երբ տեսան, ասացին նրան. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ նա որ չէ անել շաբաթ օրը»։ Հիսուսը նրանց ասաց. Դուք չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին։ Ինչպես Աստծո տունը մտավ և կերավ առաջավորության հացը։ Մի բան, որ բացի քահանաներից օրինավոր չէր ուտել ոչ նրա և ոչ էլ նրանց համար, որ իր հետ էին։ Կամ չեք կարդացել օրենքում, որ քահանաները լուծում են շաբաթ օրերը տաճարում ծառայելով, սակայն մեղավոր չեն համարվում։ Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի կարևոր բան կա։ Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ, ապա անմեղներին չէիք դատապարտի։ Այնպես որ մարդու որդին շաբաթ օրվա Տերն է։ Այդտեղից հեռանալով Հիսուսը եկավ նրանց ժողովարանը։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Հիսուսին հարցրին, ասելով, թե Օրինավոր է շաբաթ օրը բժշկել, որպեսզի ամբաստանեն նրան։ Նա պատասխանեց. Ձեր միջից ով է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա և շաբաթ օրով այն ընկնի փոսի մեջ, միթե չի բռնի ու վեր հանի նրան։ Իսկ արդ մարդը ոչխարից որքան առավել է։ Հետևաբար օրինավոր է շաբաթ օրով բարիք գործել։ Այդժամ մարդուն ասաց. Երկար իր ձեռքդ։ Նա երկարեց չորացած ձեռքը և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։ Իսկ փարիսեցիները դուրս եկան և խորհրդակցեցին նրա դեմ, թե ինչպես կորստյան մատնեն նրան։ Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։ Եվ խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը. Ահա իմ ծառան, որին ընտրեցի, և իմ սիրելին, որին հոգիս, նրա վրա կդնեմ իմ հոգին և հեթանոսներին կպատմի արդարության մասին, չի հակառակվի և չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի, ջախջախված եղեգը չի փշտի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի, և հեթանոսներն իրենց հույսը նրա վրա կդնեն։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերվեց կույր ու համր մի դիվահար, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր ու կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։ Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ և ասում էր. Միթե սա է Քրիստոսը, Դավթի որդին։ Բայց փարիսեցիները, երբ լսեցին, ասացին. դա դևերին ուրիշ կերպ չի հանում, եթե ոչ Բեղզեբուղի դևերի իշխանի միջոցով։ Երբ Հիսուսն իմացավ նրանց խորհուրդները, նրանց ասաց. Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվեց, ուրեմն նրա թագավորությունը ինչպես կարող է կանգուն մնալ։ Եթե ես Բեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչով են հանում։ Հետևաբար նրանք ձեր դատավորներն են։ Իսկ եթե Աստծո հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծո արքայությունը հասել է ձեզ վրա։ Կամ ինչպես կարող եմ մեկն ուժեղ մարդու տունը մտնել և նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն և ապա նրա տունը կողոպտի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Ուստի ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայոյանք կներվեն մարդկանց, բայց հոգու դեմ հայոյանքը չի ներվի։ Ով մարդու որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում։ Եթե ծառը լավ պահեք, նրա պտուղը լավը կլինի։ Եթե ծառը վատ պահեք, նրա պտուղը վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ Իժերի ծնունդներ, ինչպես կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է անում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է անում։ Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։
Քո խոսքերը արդարացնելու են քեզ, եւ քո խոսքերը դատապարտելու են քեզ։ Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք դիմեցին Հիսուսին եւ ասացին. Վարդապետ, ուզում ենք մի նշան տեսնել քեզնից։ Հիսուսը պատասխան տվեց նրանց եւ ասաց. Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան Հովնան մարգարեի նշանից բացի։ Ինչպես որ Հովնանը 3 օր ու 3 գիշեր մնաց գետի փորի մեջ, նույնպես էլ մարդու որդին 3 օր ու 3 գիշեր կմնա երկրի ընդերքում։ Նինվեացիները դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգան եւ կդատապարտեն նրան, որովհետեւ նրանք Հովնանի քարոզչությամբ զղջացին։ Իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծը կա։ Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա եւ կդատապարտի նրան, որովհետեւ երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը։ Իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ Այդ ժամանակ ասում է. վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա։ Եվ գալիս գտնում է այն դատարկ, մաքուր ու կարգի բերված։ Ապա գնում է եւ իր հետ վերցնում իրենից ավելի չար 7 ուրիշ ոգիներ եւ մտնում բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաեւ այս չար սերնդի հետ։ Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում եւ ուզում էին խոսել նրա հետ։ Եվ մեկն ասաց նրան. Ահա քո մայրն ու քո եղբայրները կանգնած են դրսում եւ ուզում են քեզ հետ խոսել։ Նա պատասխանեց իր հետ խոսողին եւ ասաց. Ո՞վ է իմ մայրը, կամ ովքեր են իմ եղբայրները։ Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները ասաց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները, որովհետեւ ով կատարում է կամքը իմ հոր, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը։